Եկել եք պատարագի մասնակցելու։ Այո։ Ինչ խորհուրդ ունի ձեզ համար։ Մեծ։ Զորն անզորին որ չուտի։ Որտեղից եք եկել աջակցելու Ստեփան Ասատրյանին։ Վեդի քաղաքից։ Անցած անգամ էլ եք այստեղ։ Այո։ Իսկ ընդունելի է ձեզ համար որպես քրիստոնյա, ընդունելի է, որ աշխարհիկ մարդը խորան է բարձրանալու, պատարագ է մատուցելու։ Ավանդատուն է մտնում, նաև իր հետ այլ աշխարհիկ մարդկանց է ավանդատուն տանում։ Ընդունելի է, ոնց ընդունելի չի։ Չի խախտում նա դրանով եկեղեցական կարգը։ Չէ, մաքուր մարդը ոնց կխախտի։ Դուք ձեզ քրիստոնյա համարում եք։ Այո։ Իսկ գիտեք քրիստոնեությունը ինչ է ասում։ Ինչ ասում է կոնկրետ չեմ կարող ձեզ ասեմ ինչ ասում, ես տենում եմ թե ազգի հետ ինչ է կատարվում, ինչ պարակտումներ այդում, թե որտեղից է գալի, ուր այդում, թե հիմա պետք է մաքրվեն, թող մաքրվեն, ժողովուրդը հանգիստ ապրի։ Իսկ Այդքան որ ասում եմ վատնա, դա մենակ իմ ասելով չի, որ վատնա վեհապարը։ Հաստատ վատնա։ Դուք գիտեք, որ ընդհանուր հոգևոր գաղափարը ընտրելու փոխարեն անձին եք ընտրել եւ քրիստոնեությունը ասում է, չէ՞, կուրքեր միշտ ստեղծեք ձեզ համար, դուք կուրք եք ստեղծել։ Ժամանակին որ ընտրել են, այդ անձը փաստորեն խախտել է իր մարդը լինել տեսակը, ինքը իրան վեհ ամեն ինչից դասում ու չի կարում ճիշտը խոսա, թող լինի մի հատ ներողություն խնդրի, թողի գնա։ Կամ թող լինի ասի չկա տենց բան, թող դատի տա, որ իմանանք, որ դատի է տալի, որ ինքը ճիշտ է, բայց որ այդքան բաները կան եկեղեցում, էդի բան արեք։